Տիկին Լամարա, իսկ կան դեղեր, որոնք հակառակը բարելավում են սեռական առողջությունը։ Ոչ սեքսոլոգիական ոլորտի դեղերի մասին է խոսքը իհարկե։ Այո, կան մի շարք դեղորայքներ, որոնք խթանում են սեռական ֆունկցիան։ Ես արդեն խոսքի սկզբում նշեցի, որ որոշ անտիդեպրեսանտներ կան, որոնք խթանում են, եւ կան մի շարք խթանիչներ, որոնք շատ ազատ վաճառվում են դեղատներում եւ մեր հիվանդները գնում են եւ հաճույքով վերցնում են ձեռք են բերում այդ դեղորայքը, բայց ուզում եմ հուսահատեցնել, որ այդ դեղորայքը մենք բոլորս գիտենք, ի սկզբանե ստեղծվել էին, այո, սիրտանոթային համակարգի համար եւ ասեմ ավելին, կան դեղորայքներ, որոնք որ մարդը ընդունում է նիտրատների խումբը եւ համատեղ ընդունի այդ խթանիչները, կարող է ունենալ շատ վատ ելքեր եւ ճնշմանանկում, գիտակցության հա, եւ պատկերացրեք խմում են եւ սկսում սեռական հարաբերությունը, սեռական հարաբերության ավարտը ավարտվում է, հա, արգազմը սրտի կանգով, այսինքն սա շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հասկանալ, որ այդ դեղորայքն էլ պետք է ընտրի բժիշկը, ոչ թե պետք է ինքը գնա եւ դեղատունը շատ հանգիստ իրեն առանց նշանակման տալիս է, նույնիսկ չգիտեն դեղաչափերը, մտածելով որ քանակը, եթե 1, 2, 3 հապ ավել խմեն, ուրեմն իրանք ավելի լավ էֆեկտ կունենան, հա, իրենց սեռական ակտիվության մեջ։